Տեսնում եմ, որ անշահասիրաբար փող եք սիրում։ Ասացեք, ձեզ ինչ գումար է դուր գալիս։ 5000 Ամսական։ տարեկան։ Մեր ճանապարհները տարբեր են։ Ինձ հարկավոր է 500,000 եւ ստորում միանգամից, ոչ թե մաս-մաս։ Սոցիալական կյանքը Հայաստանում ինչպես է։ Շատ լավ։ Օրինակ մեկ մարդուն լավ ապրելու համար կամ առաջնահերթ խնդիրները սոցիալական սնունդ, հագուստ լուծելու համար ինչքան գումար է պետք է ձեզ։ Նայած ընտանիքի անդամների քանակի։ Օրինակ սնունդը իր գներով մաչելի է այսօր։ Չէ, սնունդի թանկացում կա, բայց այդ կենսաթոշակի մակարդակն ու աշխատավարձի չափը իրար հետ չեն համապատասխանում, դրա համար երբ կա որոշակի դժվարություն ֆինանսական։ Իսկ սննդամթերքի առավել որ ապրանքանիշներն է թանկ, որի կարիքը նաև մարդը շատ է։ Հիմնականում միսը արդեն 4000 դրամը գերազանցում, նույնիսկ մասնավոր գյուղացիներին, իսկ խանութում բնականաբար ավելի թանկ է։ Իսկ խնդիրը ինչպես կարելի է լուծվել։ Դա շատ բարդ հարց է, տնտեսական հարց է, այս ընտրությունների հետևանք հենց սա է։ Ուրեմն մտածելու, խորհելու տեղիք է տալիս մեր ազգին, որ այս ընտրություններից հետո կզգան, որ իրանք ինչ մեծ սխալ են թույլ տվել արդեն։ Չեմ կարող պատասխանել կներեք։ $2000 ամիսը։ Իսկ կան մարդիկ, որ այդքան վաստակն է շատ։ Իհարկե կան։ Իսկ շատ են թե քիչ։ Բավական շատ են։ IT ոլորտից մնացածը աշխատասեր մարդիկ աշխատում են էլի։ Իսկ ընդհանուր սոցիալական պատկեր որ նայում եք, մարդիկ կարողանում են ինքնաբավությունը իրենց ապահովեն, առաջին անհրաժեշտ ծնունդը, Եթե աշխատանք կա, նորմալ է, այսինքն մշտական աշխատանք կա, իհարկե ապահովում են, որովհետև Հայաստանը լավ երկիր է, էլի։ Չէ, չպատասխանեմ։ Լավ ապրելը որն է։ Մարդը կարողանա ինքնաբավ լինի եւ սնունդով եւ հագուստով եւ կարողանա այլ հարցեր ուտել։ Եթե վարձով չի ապրում, մի 200,000 սնունդ մի թեթևել հագուստ։ Եթե նայում եք ձեր շրջապատին, սոցիալապես բավարարված մարդիկ են, կարողանում են իրենց աշխատանքով իրենց առաջնահերթությունները հոգան։ Եվ Հիմնականում որ Երբ որ գնում ենք շրջանները, շատ տխուր է վիճակը, մայրաքաղաքում մի քիչ պատկերը ուրիշ է, բայց լավ ապրել հասկացողությունը իմ համար հիմա մի քիչ ուրիշ է։ Տեսեք, սոցիալական խնդիրն է նաև սնունդն է, հա, այսօր Սնունդը շատ է թանկացել, շատ։ Հələ մարդիկ չեն հասցնում տեսեն հագուստը ինչ արժի, չգիտեն, թանկա թե էժան, որովհետև 80%-ը երևի մենակ սնունդի հարց է լուծում։ Հա, անհատը ամենակիչը 250,000, որովհետև ամեն ինչ շատ թանկացել է ու թանկանում է, բայց աշխատավարձը մնում է նույնը, իսկ ժողովուրդը չի հասցնում։ Առավել եւս ինչն է թանկ, որ եւ առաջնահերթը։ Առաջնային սնունդն է շատ թանկացել, ու մնացած ամեն ինչ, այսինքն առաջ որ մտնում էիր խանութ կարողանում էիր ինչ-որ գումարով առնեիր մեկ օրվա ինչ-որ թեկուզ միս կամ ինչ-որ մի բան, իսկ հիմա չես կարողանում առնես, էլի, այսինքն ամեն ինչը շատ թանկացել է ու ես դա անձամբ ինքս զգում եմ։ Նշեցիք, որ 250,000-ի չափ եկամուտ պետք է մարդուն։ Սկսած, այո։ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ դա այդքան ստանում եւ ավելին։ Այո, ավելի շատ են նման։ Հա, իհարկե կան, ստանում են, բայց էլի իրանք էլ ինչպես ոնց որ տենց չեն հասցնում, բայց էլի ինչ-որ չափով կարողանում են։ 250,000-ից պետք է սկսվի 250-300, որպեսզի ժողովուրդը կարողանա նորմալ ապրել, նորմալ իրեն թույլ տալ, որպեսզի գնեն ընտանիքի համար սնունդ եւ կարողանան գոյատևել Հայաստանում։ Այս սննդի առավել եւս թանկացումներն ինչի հետ է կապված։ Երկրի ղեկավարի հետ է կապված, ասենց ասեմ, չգիտեմ, իմ կարծիքն է դա էլի, այսինքն երկրի ղեկավար ընտրելով մարդիկ հույս ունեն, որ պետքա երկիրը բարելավի, բայց երկրի ղեկավար ընտրելուց հետո երկիրը չի բարելավել։ Այսինքն թանկացումներ են տեղի ունեցել, բայց աշխատավարձը մնացել է նույնը, դա ինձ թվում է ոչ ստաբիլ վիճակ է Հայաստանի համար։ Գումարը չգիտեմ, բայց եթե Աստծուն ապավինենք, ցանկացած պայմաններում կարող ենք լավ ապրել։ Իսկ օրինակ սնունդը ձեզ թանկ է, ժան է, մաչելի է։ Կարծում եմ ամեն ինչ շատ նորմալ է։ Հարմար է։
Այո, նորմալ է։ Մի երևի թե 300,000 դրամ մինիմում։ Իսկ համեմատած թանկ է թե էժան, որտեղից որ դուք եկել եք։ Կարելի ասել նույն գներն է, Նյու Յորքից եմ եկել։ Նյու Յորքում ուստեղ նույն գներն է ուտելիքի վերաբերյալ, իհարկե, բայց աշխատավարձը շատ ավելի բարձր է այնտեղ, քան ստեղ։ Դες որ ապրելու մակարդակը ես ասենք դուրս եմ գալի խանութներ առևտուր անելու եւ տեսնում եմ, որ բավականին համարյա թե նույն գներն է ու այնտեղ ապրելը ավելի էժան է ստացվում, քան այստեղ կոնկրետ ուտելիքի առումով։ Որ Նյու Յորքում եւ Հայաստանում գները նույնն են։ Չգիտեմ, երևի թե ներմուծում են կամ միջազգային գների թանկացումը կամ այդ մաքսատների հետ կապված ինչ-որ խնդիրներ է, բայց այն ժամանակ, որ ես տեղ եմ եղել, այտենց չի եղել իհարկե, ավելի հեշտ է եղել։ Սննդյա մթերքից որ մաննա, որ ամենաթանկն աշկի առնում։ Դե չգիտեմ, միսն ահագին թանկացել այն ժամանակվա համեմատ, որ ես եմ ստեղ եղել։ Դե մրգերն էլ թեկուզ հացը, ես ուղղակի զարմացած եմ գներին նայում եմ, ասենք եթե դոլարով ու դրամով համեմատենք, ես այնտեղ հացը կարող եմ առնել, չգիտեմ, $2։ Դա հայկական քանի դրամ է գալի։ Դա Հայաստանում ավելի թանկ է դուրս է գալի արդյունքում, հենց որ իրոք զարմացած եմ։ Ես չէի նախատեսել, որ այսքան շատ գումար կարող է ծախսվի, ես մի քիչ շոկի մեջ եմ, բայց դա ոչինչ։ 3 օր եկել եմ, երևի օրը 50 եվրոն լավ է։ Հա։ Իսկ որտեղից եք եկել։ Հունաստանից։ Հունաստանի եւ այստեղ համատեղ հենց սննդը գնային, որ տարբերություն դնենք, ինչքան է տարբերությունը։ Տարբերությունը երևի համարյա տարբերություն չկա, շատ քիչ։ Սուպերմարկետը համարյա շատ քիչ, շորեղենը նույնն է, ավելի թանկ շորեղենը։ Ասես դա նորմալ է Հունաստանի համեմատ։ Դե Հունաստանի համեմատ Հայաստանը ինչքան է ստեղի աշխատավարձը։ Տատանվում է բարձր, միջինը երևի 160-ի մոտ։ Հա։ 1000 դրամ։ Հիմա մի քիչ ճիշտ է, դժվար է, երևի քիչ է, բայց ինձ թվում է մի 2-3 տարի հետո շատ լավ է։ Եթե կտրոնները կտրեն, վճարեն, ժողովուրդը ոնց որ ասում են, մի 3 տարի հետո շատ լավ կլինի։ Եթե կտրոնները չկտրեն խանութներում, հաստատ լավ չի լինի, նույն ձև է շարունակվելու։ Ձեր հիմնական լավատեսությունը կտրոններով է, հա, պայմանավորված։ Այո, պայման, 100%, որ հետո թոշակել ստանանք, որ երեխեքն էլ թոշակ ստանան հետո։ Դա հաստատ։ Չեմ կարող ասել։ Ինչքան շատ ենքան լավ։ 2 միլիոն։ Ամսական։ Հա, ինչ բան։ 2 միլիոն։ Կամ գոնե մի միլիոն։ Որտեղ մի միլիոն ինչքան է 2000 դոլար է 2500։ Ես դες իշն է, որ կարող է սորական աշխատողի համար ձեռք բերելը խնդիր լինի։ Դե հաշվին դար, որ մեր աշխատավարձները, հա, Հայաստանում ընդհանուր 150-ից 200-ն է եւ Դե միշկը թանկ ասեմ։ Դե ասում են Ռուսաստան չեն տանում, բայց իրականում ինչքան մոտեցել է լավ էլ գներա։ Ոնց որ չի էժանացել էլ այդ մրգի շատ լինելը դաժե բան չի փոխել։ Ամեն մարդ հասանելի չի, որ միշկը առնի, միսը էլ չեմ ասում ինչքան թանկ է, դա ամեն տուն չի մտնում հաստատ։ Դրա համար գոնե չգիտեմ։ Ինչպես կարող է լուծվել, հա, այս խնդիրները։ Ինչպես կարող է լուծվել։ Նախ հետևողական չեն, ես ինձ թվում է ոնց որ բան անտերություն լինի։ Ոչ մի բան, որ հսկո, ոչ գնային հսկողություն կա, ոչ ինչ-որ չափ բան չկա էլի, այդ չգիտեմ, մի քիչ ուշադիր լինեն, ղեկավարը մի քիչ ասում է մտածում է, բայց մտածի իրականում, ոչ թե ասի մենակ էլի։ Մի խոսքով այդ դժվար հասանելի են թոշակառուները, որոնք եթե այդ մեծ թոշակով դա աբսուրդ է։ Եթե կոմունալը վճարին, դեռ իրան փող չի մնում։ Ասում են ճիշտ է բարձրացել, բայց չգիտեմ, այն ինչ որ չգիտեմ ինչ ասեմ, լիքը բաներ կա, որ դա մի 2 րոպեի թեմա չի էլի։